I am Turkish and British. Ես թուրք եմ եւ բրիտանացի Ռոբերտ Ուոլթերը երբեք չի թաքցրել սերը թուրքերի հանդեպ։ Իր թուրքական անձնագիրը հենց արտգործնախարար Չավուշօղլուից է ստացել։ Նրա հակահայկական զեկույցով սկսվեց անցած տարին Եվրոպայի խորհրդի խորհրդանական վեհաժողովում։ Բռնությունների Աճ Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում վերնագիրներ դրել մտքի իր զեղմանը Վաղեմի խավիարակերը։ Do I like Azerbaijan caviar? Սիրում եմ խավիար։ Խավիար չեմ սիրում։ Երկու անգամ եմ երևի կերել ամբողջ կյանքում։ Կինը թրքուհի է, ադրբեջանական Սոկար նավթային ընկերության բաժնետեր այս տիկինն է, Ֆերիդե Ալփ Ուոլթերը։ We're not anti-Armenian. Մենք ամենևին էլ հակահայ կեցվածք չունենք։ Ես իհարկե թրքուհի եմ, բայց սիրում եմ հայերին։ Որքան էլ Ալիևի մտերմուհի քաղաքական հանձնաժողովի ղեկավար Դորա Բակոյանիսի հետ ընկերացած լարեցին ջիգերը, ըստ էության Ղարաբաղի հակամարտության ադրբեջանամետ լուծումներ առաջարկող այս զեկույցը իհարկե մերժվեց։ Եվ հիմա դարձյալ հունվար է ու նստաշրջանից առաջ կրկին հակահայ ձեռնարկներից ադրբեջանցիները չեն հրաժարվում։ Նրանցից կաշառված իտալացի Վոլոնտեի գործը զսպաշապիկ չի դարձել։ Մի մասին դրանով նաև շանտաժ են անում, հենց այդ նույն պատմության մեջ, կաշառված լինելու մեջ, հենց իրենք էլ շանտաժ են անում, որ կասենք, որ փող են իհարկե։ Վոլոդիմիր Արիև ադրբեջանցու թորնիկ այս ուկրաինացին էլ խոսքի ազատության վերաբերյալ զեկույց է գրել ու մտքի իր թռիչքով կապել Արցախի հետ։ Կրկին գրավյալ տարածքներ ձևակերպումը ներմուծել։ Բուն թեման շեղելն ու նույն երգը երգելը ռեֆլեքս է դարձել։ Եթե իրանք Շումանի ստեղծագործությունները Տիկին Հաջիբելին կարողացավ շատ գեղեցիկ կապել Ղարաբաղյան խնդրի հետ ասելով, որ ինքը չի կարող լսել իր սիրելի կոմպոզիտորի երաժշտությունը, երբ որ իր երկրի 20% օկուպացված է։ Արիևը իր երկրում խոսքի ազատության լրջագույն խնդիրները, փակված թերթերը, հեռուստաընկերությունները, ծեծված կամ արտաքսված լրագրողներին մոռացած, այսպես կոչված գրավյալ տարածքներում խոսքի ազատությամբ է մտահոգվել, դժգոհում են հայկական պատվիրակությունում։ Բանակը կա, փողը կա, գայթակղությունը կա։ Եվ նպատակը բնականաբար ոչ թե Լեռնային Ղարաբաղում իսկապես մամուլի ազատություն ունենալն է, այլ նպատակը ընդհանրապես սեպարատիստական ռեժիմ բառակապակցությունը այդ զեկույցում ներմուծելն է։ Ինչևէ, մինչև հունվարյան նստաշրջանի օրակարգ կգա հերթական այս ապատեղեկատվությունը, հենց խոսքի ազատությունը Հայաստանում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը գնահատեց եւ ասաց, որ այդ առումով չի էլ փորձում համեմատականներ անցկացնել Ադրբեջանի հետ, որտեղ տիրող խայտարակ իրավիճակը աչքի առաջ ունենալով գլխավոր քարտուղարն ինքը հետաքննություն սկսեց։ Խոսքի ազատությունը ձեր երկրի լավագույն ձեռքբերումներից է։ Համեմատականներ չանցկացնենք Ադրբեջանի հետ։ Բանտարկված Իլգար Մամադովի գործը հայտնի փաստ է եւ նրա նկատմամբ վերաբերմունքը դաժան է։ Սա այն դեպքն է, երբ մարդու իրավունքների եվրոպական դատարանը աշխարհամասում եվրոպական բարձրագույն ատյանը պահանջում է ազատ արձակել նրան, բայց խնդրին դեռ լուծում չի տրվում։ Վեհաժողովն ինչպիսի գնահատական կտա խոսքի ազատության վերաբերյալ Արիևի զեկույցին կերևա այս ամսվա վերջին մեկնարկող նստաշրջանում։ Սիրան Շմուրադյան, Արտակ Գևորգյան եւ Էդգար Դավթյան, օրակարգ։